Ռուսաստանը նահանջում է, Ռուսաստանը չի կարողանում անգամ Ուկրաինայի հետ կապված իր հարցերը լուծել եւ իր ներսում են դժգոհությունները աճում եւ այդ պարագայում առաջանում է նոր կոնֆիգուրացիա ուժերի, նոր ճամբարներ են առաջանում եւ այդ ճամբարների մեջ պետք է կարողանա կողմնորոշվի Հայաստանը եւ հայ ժողովուրդը եւ իր քաղաքական վերնախավը, թե որն է հայ ժողովրդի շահը այս պահին, ինչպես պետք է մենք որ ճամբարում պետք է լինենք, ինչպես պետք է կարողանանք կառավարել այդ բարդ իրավիճակը։ Այո, մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում, բայց մեր համար լավագույն ժամանակներ են սկսվում։ Կապված այն հանգամանքի հետ, որ հյուսիսը փակվելով հարավը բացվելու է մեր համար։ Մենք բարդ կացության մեջ ենք հայտնվելու միջև այն պահը, մինչև մեր հարավային դարպասը չբացվի։ Այսպես է լինելու եւ այդ պարագայում մենք պետք է հասկանանք որպես ժողովուրդ, որ ինչ որ ժամանակ է լինելու, որից հետո այդ հարավային դարպասը բացվելու է, բայց մինչև այդ հեշտ չի լինելու։ Եվ այդ դիմադրությունը ունենալ մեր ժողովուրդը պետք է այդ գիտակցություն ունենա, որ այդ դժվարության մեջով պիտի անցնենք մենք որպես ժողովուրդ։ Հիմա արդյոք դա վերջ ունի, այո, դա վերջ ունի, որովհետև մենք տեսնում ենք, որ նույն Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններում խոսքը գնում է բազմա 100 միլիարդավոր դոլարների, 300 միլիարդ դոլարի ներդրումներ անելու իրանյան տնտեսության մեջ, իսկ դա նշանակում է ոնց որ Մարշալի պլան Իրանի համար։ Մի բան, որ եթե սկսվեց, ապա Հայաստանը որպես դարպաս դեպի հյուսիսային Եվրոպա գնացող դարպաս պիտի բացվի։ Եվ ոչ միայն Իրանի համար, այլև Հնդկաստանի համար պիտի բացվի, ասիական երկրների համար պիտի բացվի, այսինքն այս հարավային ճանապարհը շատ կարևոր նշանակություն է։ Բայց մինչ այդ լուծումը ո՞րն է։ Մինչև այդ, այո, բարդ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ դա ինչ-որ բարդ ժամանակ է լինելու։ Հիմա այդ ընթացքում ինչ կարող է անել հայ ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ հոգեբանորեն պիտի պատրաստ լինի դրան եւ հոգեբանորեն պատրաստ պիտի լինի հասկանալու, որ այդ դեպի Թուրքիայի վրայով այդ խոստացվող ճանապարհները եւ այլն բազմաթիվ քաղաքական խութերով են, այսինքն պայմաններ են դրվելու, որպեսզի Հայաստան ադրբեջանցիներ մտնեն եւ այդ ադրբեջանցիները իրավունքներ ստանան Հայաստանում եւ այլ մի բան, որ այսինքն մեր համար վերջն է, եթե մենք նման քայլերի գնանք։ Ուրեմն պետք է կարողանա մեր ժողովուրդը այդ դիմադրությունը ստեղծի, քանի դեռ, ինչպես ասացի, այդ խնդիրը կա եւ մենք այսօր տեսնում ենք, որ ասենք եթե Արցախյան պատերազմի ժամանակ տեսնում ենք Իսրայելի զենքերի վաճառքը Ադրբեջանին, հա, եւ Իսրայելի հետաքրքրությունը, որպեսզի ասենք Իրանի հետ գալիք պատերազմում Ադրբեջանը դառնա իրեն դաշնակիցը, հիմա այլ վիճակներ են առաջանում, իհարկե դա հիբրիդային պատերազմ է, շարունակվող, բայց այնուամենայնիվ արդեն երևում է, որ այո, որ խոսքը չի գնում Իրանը քանդելու, մասերի բաժանելու, իսկ եթե Իրանը մնում է, մենք կարող ենք, չէ, ենթադրել վերջի 100 տարվա ընթացքում մենք տեսել ենք իսրայելա-իրանական փայլուն անվտանգության եւ տնտեսության եւ մշակույթի ոլորտներում համագործակցություն, ասենք շահի ժամանակ, չէ, դրանից հետո 40 տարի սանկցիաներ են եղել, հիմա կարելի է ենթադրել, չէ, որ նորից կարող է Իրանը սկսի առևտրի հարաբերությունների մեջ մտնել արևմուտքի հետ եւ Իսրայելի։ Եվ դրանից մենք միայն շահելու ենք։ Եվ այո, եւ այսպիսի փոփոխությունները մենք պիտի կարողանանք քաղաքական հայացքով նայել, ոչ թե զգացմունքային, որովհետեւ մարդիկ ասում են շատերը եւ ճիշտ են ասում են, բայց չէ որ Իսրայելը ասենք զենքեր վաճառում Ադրբեջան, հիմա մենք ինչ պիտի Իսրայելի հետ նոր հարավ աղբերություն անենք, այդպես են ասում, չէ, աղբերության խնդիր չկա, շահերի խնդիր կա։ Ռուսաստանն է վաճառում եւ տարիներ շարունակ։ Մենք եթե նկատում ենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջև հակասությունների աճը ազդում է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հակասությունների աճեն, դրանից միայն պետք է ուրախանալ, որ դու քո այն ճնշումը, որ քո վրա կար, գնալով պակասելու է եւ ուրիշ իրավիճակ է առաջանում, դժբախտաբար մարդիկ էմոցիոնալ են մոտենում, քաղաքական այդ գիտակցությունը, մտածողության այդ աստիճանը չկա, բազմաթիվ պատմական ինչ-որ օրինակներ են բերում, թե Թալիաթը, չգիտեմ, Դոլմեր, հրեական ծագում ուներ, այն մյուսը հեսեր, բայց մոռանում են, չէ, որ 100 տարի առաջ թուրքական պետությունն է ցեղասպանություն էր, Իսրայել չի եղել, եւ եթե անգամ
ծագումով ինչ որ մեկը հրեական ծագում ունի, նույն ձևով կարող ենք հիշել, որ ասենք Աբդուլ Համիդի մայրը հայ էր, չէ՞, ուրեմն ամբողջ հայերին պետք է մեղադրենք, որ հայերը սրիկաներ են, թե ինչպես։ Այսինքն մեր պահանջումից է Իսրայել պետությունից է, թե թուրքական պետությունից է։ Իհարկե թուրքական պետությունից է, նա է իրավահաջորդը Օսմանյան Թուրքիայի, եւ ուրեմն եթե մենք ինչ-որ պահանջներ ունենք, պետք է ճիշտ հասկանանք ու մենք հասցեագրում մեր պահանջները։ Այս քանի որ այս խոսակցությունները բացակայում են պետականորեն, մեր ժողովուրդն էլ զգացմունքային ռեակցիաներ է տալի, մարդիկ լավ չեն հասկանում, որ մեր համար քաղաքականորեն այո, նպաստավոր պայմաններ են առաջանում, երբ որ այդ դաշնակցությունը թուլանում է Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ, նաեւ հակադրությունը աճում է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։